Եկեք պատմենք, հա, ինչի համար է այս դատը։ Ուրեմն կար Մասյացոտն թեմում հիմա Արման Սարոյան դարձած մի տիրադավ, Գևորգ Սրբազանը, որը տիրադավության հետևանքով կարգալույծ արվեց։ Բնականաբար իշխանության դրդմամբ այս տիրադավը դիմեց առաջին ատյանի դատարան, եկեղեցու վերաբերվող հարցը հակառակ սահմանադրության 17-րդ հոդվածի պահանջի ու տրամաբանության քննելու նպատակով։ Այսինքն պետությունը խառնեց ներեկեղեցական հարցերի մեջ։ Կանոնիկ իրավունքի դաշտ մտավ, որի իրավունքը չունի։ Իսկ սահմանադրությամբ եկեղեցին եւ լաոցիզմի սկզբունքի համաձայն հիշեցնեմ, որ դերևս 1904 թվականին Ֆրանսիայում աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների տարանջատման հստակ օրենսդրություն ընդունվեց, հետո դա դարձավ ամբողջ արևմուտքի ու եվրոպական երկրների համար կարևորագույն սկզբունքներից մեկը, նաև Հայաստանի սահմանադրությունում հանուն արդարության արտացոլված այդ տարանջատման սկզբունքը, բայց այնուամենայնիվ դատարանը որոշեց ոչ միայն վարույթ ընդունել, այս ակնհայտ անհիմն փաստազուրկ միջնորդություն, այլ հայցի ապահովման միջոցով պարտադրում էր վեհապարին, որպեսզի վերականգնվի այդ բանի տիրադավ մոռացա էլ անուն ազգանունը, Սարոյանի լիազորությունները, իբրև թե քանի որ վեհապարը եւ մյուսները գերագույն հոգեվոր խորհրդի անդամները այլ որոշում են կայացրել, դա համարվել է դատական ակտի խոչընդոտում եւ այս հիմքով նույնիսկ ծիծաղելի է, եթե այսքան ողբերգական չլներ, ծիծաղելի կլներ այս ամեն ինչը, քրեական գործ են հարուցել։ Դատական ակտը չկատարելու համար։ Այո։ Քրեական գործ են հարուցել եւ ես կցանկանայի նշել հետեւյալը։ Այն որ ռեժիմը, ինչպես նշեցի, հերթական անգամ սահմանադրությունը խախտում, որովհետեւ սահմանադրության պետությունը եւ եկեղեցին սահմանադրության 17-րդ հոդվածը եւ 2007 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության եւ Հայ ազգային հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերությունների մասին օրենքը։ Ըստ էության մենք տեսնում ենք, որ եկեղեցական հակաեկեղեցական այդ արշավը, որը որ սկիզբ էր առել կամ ավելի լայն թափ էր ստացել 2020 թվականի մայիս ամսվա վերջից, իսկ այդ ժամանակ ինչ էր տեղի էր ունեցել հետևյալը։ Կովկասի մահմեդականների, այսպես ասած, առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեն, ով հայտնի է նրանով, որ տարբեր ատյաններում հայ առաքելական եկեղեցու դեմ ելույթներ է ունենում, մեղադրանքներ է հնչեցնում եւ եթե նայում ես Փաշինյանի մեղադրանքները եւ Փաշազադեի մեղադրանքները, որոնք ուղղված են հայ առաքելական եկեղեցու դեմ, իրարից չեն տարբերվում։ Այսինքն Փաշազադեն ինչ է ասում օրինակի համար, հա, ինքը ասում է, որ հայ առաքելական եկեղեցին իբրև թե սին կառույց է կամ կեղծ կառույց է եւ ռևանշիստական կառույց է նաեւ եւ մենք չունենք ազգային հոգեվոր մշակույթ եւ իբրև թե մենք վերցրել ենք աֆղանական եկեղեցիների մշակույթը եւ հայկականացրել ենք, սա եւս սուտ է եւ նույն բանը ըստ էության ասում է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը միշտ կասկածի տակ է դնում հայոց պատմությունը, հայ առաքելական եկեղեցու կարևոր դերակատարումը հայ ժողովրդի կյանքի մեջ եւ հայ առաքելական եկեղեցու ինստիտուցիոնալ պատմաքաղաքական հիշողությունը։ Ես անկեղծ ասած 4 շերտ եմ առանձնացրել եկեղեցու դեմ կամպանիայի։ Փորձենք այդ բոլոր շերտերին անդրադառնալ կամ թվարկել առնվազն դրանք։ Ես կարծում եմ, դուք մի պատճառը նշեցիք մոծի վրա Դավիթ, դա Ադրբեջանի պահանջներն են, իսկապես եկեղեցու հարցում էլ բազմաթիվ այլ խնդիրներում էլ մենք գրեթե նույնականացված կարող ենք արձանագրել
Փաշինյանի եւ Ադրբեջանի նրա հովանավորների դիրքորոշումը։ Եվ եթե դիտարկում ենք տարբեր հարցեր, հա, որոնք ոչ միայն եկեղեցու հետ են կապված, սահմանադրության հետ են կապված, այո, կոնկլավների եւ այլն, Արարատի հետ, զինանշանի հետ։ Տեսեք, սա մի շերտն է։ Բայց ես չեմ կարծում, որ այս հակաեկեղեցական կամպանիան միայն Ադրբեջանի ականջներն են հետևում, սրա հետևում երևում, որտեվ ինչքան էլ պատերազմից հետո Ադրբեջանի սուբյեկտությունը աճել է, այնուամենայնիվ եկեք համաձայնվենք, որ Ադրբեջանը որպես պետություն չունի այնքան ռեսուրս եւ պոտենցիալ, որ աշխարհասփյուռ կառույցի դեմ հանդգնություն ունենալ աշխարհասփյուռ կառույցի դեմ նման պայքար սանձազերծելու։ Այստեղ կա նաև գլոբալիստական արևմուտքի ավելին ասեմ, թուրքական ականջներ եւ նաև բազմաթիվ վերլուծաբանների դիտարկմամբ բողոքական եկեղեցու ականջներ։ Դրա համար ասենք գլոբալիստական արևմուտք, որովհետեւ իմ կարծիքով խնդիրը դրված Մերձավոր Արևելքում թույլատրել հայկական գործոնը, իսկ Մերձավոր Արևելքում հայկական ազդեցության թերևս ամենակենսունակ գործիք հենց հայ առաքելական եկեղեցին է, որ շատ ծավալվենք այս թեմայով, Երուսաղեմում մեր եկեղեցու ներկայությունը կարծում եմ բավարար ապացույց է ասածս հիմնավորելու համար։ Երրորդ շերտը անշուշտ Նիկոլ Փաշինյանի ներքին ցանկություններն են կամ ներքին ամբիցիաները, նոր խոսում էինք օրինագնում է բացահայտ բռնապետական ռեժիմ հաստատելու, իսկ այս համատեքստում դիմադրության որևէ կենտրոն պիտի ուրեմն գլխատվի, սա վերաբերում է մեր հանրային քաղաքական կյանքի բոլոր ինստիտուտներին, տեսեք ինչպիսի հետևականությամբ են թիրախավորվում խոշոր կապիտալի ներկայացուցիչները, ընդդիմադիր կուսակցությունները, ԶԼՄ-ները, Նարեկի Վազգենի պատմությունն էլ դրա մասին է, եւ բնականաբար ազգային դիմադրության շատ առանցքային կառույց է եկեղեցին, որը մեր քաղաքակրթության արմատն է եւ բնականաբար բաստիոն ասված։ Այո, բնականաբար եւ կա չորրորդ խնդիր, որին իհարկե կարելի է 1, նույնիսկ 2, նույնիսկ 3 հաղորդում նվիրել, որտեղ ինքը շատ կարեւոր խնդիր է, դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը պսևդո գաղափարախոսություն է երկնել, այդ իրական Հայաստան կոնցեպտ կոչվածը, որն ի դեպ այս շաբաթ ողջունվեց Հաջիևի կողմից, թերևս մեր հեռուստադիտողը գիտի, եւ այդ իրական Հայաստանի պսևդո գաղափարախոսությունը ենթադրում է, որ եկեղեցին նոր Հայաստանում, ճակերտավոր նոր Հայաստանում չպիտի ունենա այն սահմանադրակ իրար ինստիտուցիոնալ նշանակությունը, որ ունի հիմա։ Այս բոլոր գործոնների ու մոտիվների համախումբն էլ սանձազերծել է ուրեմն եկեղեցու դեմ այս անզուս պարշավը, եւ այստեղ ես մի նկատառում էլ հայտնեմ, նույն սովետական իրականության պայմաններում, հատկապես 50-60-ական թվականներից հետո անցած դարի դժվար էր պատկերացնել նույնիսկ սովետական իշխանության պարագայում նման ինստիտուցիոնալ արշավ եկեղեցու դեմ, ընդհանրապես այն դատավարությունը, որ երեք մեկնարկեց, իհարկե դատավոր ինքնաբացարկ հայտնել եւ process-ը նորից պիտի սկսվի, որտեղ այնուամենայնիվ արդարացման վերդիկտ չի։ Ընդհանրապես դատավոր ինքնաբացարկ հայտնել։ Սրա հետ համեմատելի է թերևս միայն 1938 թվականի ապրիլի 6-ին տեղի ունեցած մեկ այլ խայտառակություն, երբ որ խեղտամա արեցին չեկիստների կողմից սովետական խորեն առաջին կաթողիկոսը խեղտամա արվեց Վեհարանում, այս վարշապատում 3 մեկնարկած դատական գործընթացը կարող ենք համեմատել միայն այս իրադարձության հետ։ Ես ավելին ասեմ, մենք հիշում ենք, թե մոտ 1 տարի առաջ ինչպես ածականները գրոհեցին Մայրաթոռը, երբ փորձում էին բերման ենթարկել Միքայել Սրբազանին,
Ես պետք է նաև հիշեցնեմ 25 թվականի դեկտեմբեր ամսին այն խայտառակությունը, որ հենց Վեհարանի բակում տեղացավ, ասպատակությունը ստեղծեց։ Երբ ԿՊԱ-ական են ամենաօդիոս ու ամենալկտի կերպարները Տավրոս Սափեյանի գլխավորությամբ խուլիգանություն էին կատարում եկեղեցու բակում, իրական խուլիգանություն հենց իրանք էին անում, հայոյանքներով, բռնություններով զուգորդված, բայց բնականաբար իրենց նկատմամբ որևէ վարույթ անգամ չհարուցվեց, եւ պետք է նշեմ, որ այս մարդիկ, այո, իրենք կարմիր գծեր չունեն։ Որևէ հարցում այս մարդիկ կարմիր գծեր չունեն։ Լինի դա պատերազմ սանձազերծել միտումնավոր կերպով, Փաշինյանը վերջերս խոստովանեց, ասաց մենք չենք հասնի այս կետին, եթե Ստեփանակերտի հրապարակում չասեի Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այսինքն ես գնացել եմ արկածախնդրության, ասացի իմաստը ինչն է, որ ես միտումնավոր այս ամենը արել եմ։ Գնացել եմ արկածախնդրության, մի քիչ կոպիտ եմ ասում, էլի իր տրամաբանության կծիկը եթե բացենք, ստացվում է ես միտումնավոր սադրել եմ, որպեսզի բացեմ հայ ժողովրդի աչքերը։